Որոնք են ուրեմն արտաքին անվտանգության մեր նոր ճարտարապետության այն գործոնները, շերտերը, որ պիտի դիտարկենք եւ տեղադրենք բանակից առաջ։ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման առաջին գործոնը միջազգային լեգիտիմությունն է։ Միջազգային հանրությունը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը Խորհրդային Միության հայկական ԽՍՀ 29743 քառակուսի կիլոմետր տարածքով։ Ինչպես արդեն ասացի, այս սկզբունքն է դրված նաև հաստատված խաղաղության հիմքում։ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչել են հիմք ընդունելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, որին միացած խորհրդային հանրապետությունները իրենց վարչական սահմաններում դարձել են անկախ պետություններ։ Չվիճարկվող, այսինքն միջազգային օրենքով լեգիտիմ տարածք եւ արտաքին հարաբերությունների մեջ լեգիտիմ դիրքորոշումներ ու ակնկալիքներ ունենալը արտաքին անվտանգության ապահովման առաջնային գործիք է։ Այն չլինելով բացարձակ երաշխիք, այնուամենայնիվ կարևոր հիմնաքար է։ Աշխարհի հետ փոխկապվածությունն է արտաքին անվտանգության ապահովման հաջորդ գործիքը։ Այս գործոնը թույլ է տալիս, որ երկիրը դառնա գլոբալ մատակարարումների շղթայի տնտեսական շրջանառության այնքան կարևոր մաս, որ նրա անվտանգությունն ու կայունությունը կարևոր դառնան բազմաթիվ այլ, այդ թվում հարևան երկրների համար, եւ ընդհակառակը, որի անկայունությունը որպես սպառնալիք ընկալվի տարածաշրջանի եւ միջազգային հանրության կողմից։ Խաղաղության խաչմերուկ նախագիծը եւ սրանից բխող թրիփ նախագիծը, որոնց իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքներ կհոսեն արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ, նման հնարավորություններ են ստեղծում մեր երկրի համար, եւ մենք հենվում ենք ու հենվելու ենք ռազմավարական այս ընկալման վրա։ Արտաքին անվտանգության ապահովման հաջորդ կարևոր գործիքը երկարաժամկետ կանխատեսելիությունն է։ Կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում այլ երկրները Հայաստանի Հանրապետությունը ավելի ու ավելի պակաս պետք է ընկալեն որպես սպառնալիք եւ խաղաղության օրակարգին նվիրվածությունը պետք է դառնա այլ երկրների կողմից Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ եւ ռազմավարական ընկալումը։ Այս խնդրի լուծման համար էական են ոչ միայն հռչակված քաղաքականությունները, այլև այս խնդրի լուծման համար էական են ոչ միայն հռչակված քաղաքականությունները, այլև սոցիալ հոգեբանական, կրթական, մշակութային, հանրային քաղաքական ոլորտների բովանդակությունն ու խոսույթները։ Պատմության եւ ապագայի հստակ սահմանազատումը եւ օրվա իրականության գործնական կապակցումը ոչ այնքան անցյալի, որքան ապագայի հետ կենսական են Հայաստանի Հանրապետության հարատևությունը ապահովելու համար։ Նաեւ այս նպատակին է ծառայում ապագան այսօր է բանաձևը։ Երկարաժամկետ կանխատեսելիության գործիքի մասին իրականում ելույթի նախորդ հատվածում էլ խոսեցի։ Կրկին պարզաբանելով ասեմ, որ եթե մեր միջավայրը Հայաստանի Հանրապետությունը ընկալի որպես մի պետություն, որը այսպես ասած աչքից հեռու զարգանում է ու հարմար պահ է փնտրում պատմական հայրենիքը վերականգնելու համար, բնականաբար իրենք էլ հարմար պահ են փնտրելու մտքերի այս ընթացքը կասեցնելու, ի վերջո նաև այդ սպառնալիքին վերջ դնելու համար։ Եվ այս պրոբլեմը արմատապես հասցեագրելու, եթե նույնիսկ ոչ բավարար, բայց անհրաժեշտ պայմանը իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանի Հանրապետությունում որպես ռազմավարություն սերմանելն է։ Այս բանաձևը օրգանապես պետք է ինտեգրվի մեզանում թերագնահատված այն ընկալման հետ,
որ խաղաղությունն է անվտանգության ապահովման միակ գործուն եւ հուսալի երաշխիքը։ Խաղաղությունն է անվտանգության ապահովման միակ հուսալի եւ գործուն երաշխիքը։ Ավելի հուսալի երաշխիք պարզապես գոյություն չունի։ Եվ հետևաբար խաղաղության ամրապնդման վրա ամեն օր աշխատելը, խաղաղության մասին հոգ տանելն է անվտանգային ոլորտում կարևորագույն անելիքներից մեկը։ Նաև պետք է հասկանալ, որ չկա ավելի հեշտ բան, քան խաղաղությունը փլուզելը։ Մանավանդ հիմա խաղաղությունը փլուզելը առանձնահատուկ ջանքեր չի պահանջում։ Խաղաղությունը փլուզելը հեշտ է, դժվար չի դա անելը բացարձակապես։ Իսկ խաղաղությունը ամրապնդելը, խաղաղության մասին հոգ տանելը էական ջանքեր է պահանջում, նույնիսկ դրամատիկ ջանքեր։ Այդ դրամատիկ ջանքեր ասելով նկատի ունենք, որ մենք մեր կոմֆորտ զոնաներից պետքա դուրս գանք։ Դա պահանջում է շատ ուշադիր լինել, ինչ ես խոսում, ինչ ես կախում դոշիցդ, ինչ քայլեր ես անում։ Օրինակ, Կտրիչ Ներսիսյանի ուղիղ հրահանգի ենթարկվող Էրիկա, հարգելի գործընկերներ, վերջ։ Շնորհակալ։ Դադարեցրեք, շարունակեք, խնդրեմ, պարոն վարչապետ։ Ուղիղ հրահանգին ենթարկվող մի շարք հոգևորականներ, իմ տեսածն եմ ասում, սուրբ եւ անմահ պատարակների ժամանակ խորաններից կոչ են հղում Աստծուն, որ նա պահպանի Արցախի հանրապետությունը։ Այսպիսով եկեղեցին դարձնելով պատերազմի քարոզչության ինստիտուտ։ Սա ընդհանրապես շատ հետաքրքիր ֆենոմեն է։ Այս կոչերը հղում են, հետո ասում են եւ եւս խաղաղության Աստծուն աղաչեցուկ։ Այսինքն պատերազմի կոչ անելով Աստծուն պետք չի աղաչել խաղաղության համար, պետքա խաղաղությանը տեր կանգնել։ Պետքա ջանք գործադրել խաղաղությունը պահպանելու համար։ Սա մեկն է այն պատճառներից, թե ինչու պետք է հայաստանյաց առաքելական եկեղեցու փաստացի պետը հանգստի կոչվի, բայց միակ պատճառը չէ։ Իմ հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցում առաջացած խորը համակարգային ճգնաժամի մասին, որտեղ շարադրվում են տասնյակ փաստեր, որ Կտրիչ Ներսիսյանը հայաստանյան Էրիկա, հարգելի գործընկերներ, դադարեցրեք։ Հարգելի գործընկերներ, բայց ինչ հետաքրքիր է, չէ, ինչպես վատ պետք է անես քո գործը, որ զբաղեցնես մի գահ, որը կոչվում է ամենայն հայոց, բայց ամեն անգամ, երբ որ քո անունը հնչի, պարակտում մտնի ամեն տեղ։ Ավելի լավ գնահատական քո վատ աշխատանքին հնարավոր չէ տալ։ Շարունակեք, պարոն վարչապետ։ Որ Կտրիչ Ներսիսյանը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին դուրս է դրել կանոնական ծիրից, սրանից բխող բոլոր հետևանքներով։ Եվ եթե նկատել եք, հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգը նույնպես տեղ ունի կառավարության գործունեության ծրագրում։ Վերադառնալով արտաքին անվտանգության թեմային, ուզում եմ հատուկ ընդգծել, որ ուժեղ պաշտպանունակ բանակը էական տեղ է զբաղեցնում իրական Հայաստանի մեր տեսլականում։ Բայց ինչու ենք այսքան շեշտում բանակի հանգամանքը, եթե խաղաղություն է հաստատված, եթե խաղաղությունը մեր երկարաժամկետ ռազմավարությունն է։ Մի պարզ պատճառով խաղաղության պայմաններում էլ ուժեղ պաշտպանունակ բանակ չունեցող պետությունը կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար եւ ուժեղ պաշտպանունակ բանակը այս իմաստով այո, խաղաղության կարևորագույն գործիք է։ 2026 թվականի մայիսի 28-ի զորահանդեսը կարծում եմ հոդս ցնդեցրեց բոլոր այն շարժումները, թե կառավարությունը արտաքին թելադրանքի ներքո Հայաստանի Հանրապետությունը թողել է առանց պաշտպանության։ Այդ սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան, որ այսօր ունենք, այն սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան,
որ այսօր ձեռք ենք բերում եւ արտադրում, Հայաստանի Հանրապետությունը նախկինում երբեք չի ունեցել։ Մենք այո Հայաստանում ստեղծել ենք ռազմարդյունաբերական իրական համալիր ու կառավարությունը շարունակելու է աջակցել ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը։ Հիմա սակայն մենք մի կարևոր ու որոշիչ փուլ ենք մտնում։ Միջնաժամկետում ռազմարդյունաբերական համալիրը պետք է դառնա ֆինանսապես ինքնաբավ եւ ավելի ու ավելի պակաս կախված լինի պետական գնումներից։ Եվ ուրախ եմ հայտարարել, որ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պայմանագրերի ծավալը շարունակաբար աճում է, իսկ Պաշտպանության նախարարությունը իդեմս մի շարք տեղական արտադրողների ձեռք է բերել հուսալի մատակարարներ։ Այսօր մեր բանակը դինամիկ կերպով զարգանում է, բայց ոչ առանց խնդիրների։ Ինքնասպանությունների հասցնելու դեպքերը, սպանությունները, տարբեր պատճառներով մեր զինվորների մահերը խորապես մտահոգում են կառավարությանը եւ այս խնդիրները հասցեագրելու մեր ջանքերը չեն դադարելու եւ մենք արդեն կոնկրետ ծրագրեր ենք նախանշում, թե ինչպես պետք է լուծենք այդ խնդիրը, միևնույն ժամանակ հասկանալով, որ դա որոշակի կապվածություն ունի նաև արտաքին միջավայրի փոփոխության հետ, ես համոզված եմ հարցուպատասխանի ընթացքում այս թեմային ավելի մանրամասն անդրադառնալու առիթ կլինի։